Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 18 դեկտեմբերի օրը 5-շաբթի, բարի երեկո։ Կայացել է Հայաստանում ջրային ռեսուրսների կայունությանն ուղղված գործակցային նոր փուլին նվիրված միջոցառումը, բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը և կեղտաջրերի մաքրումը Սևանա լճի ավազանում։ Սա է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համատեղ ծրագրի հիմքում։ Աջակցել Հայաստանին ազգային և համայնքային մակարդակներում հաղթահարելու ջրային ոլորտի մարտահրավերները։ Գավառ քաղաքում ազդարարվել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագրի հիմնական ուղղությունը տեղական կարողությունների հզորացումն է Եվրամիության չափորոշիչներին համապատասխան։ Վստահ եմ, որ այս ծրագիրը հնարավորություն կտա համայնքներին զարգացնել կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքներ, իրականացնել բնապահպանական և սոցիալական նշանակության միջոցառումներ, ինչպես նաև միավորել ջանքերը հանուն Հայաստանի ջրային անվտանգության և բնական պաշարների պահպանության։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք շարունակելու ենք զարգացնել մեր համայնքներն ու մարզը, դարձնելով այն ավելի մաքուր, առողջ և անվտանգ։ Մենք հնարավորություն ենք ստանում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ, կատարելագործել մոնիտորինգի մեխանիզմները և զարգացնել տեղական մասնագիտական կարողությունները։ Ջրային կոմիտեն պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունը ծրագրի բոլոր գործընկերների հետ և որ թող մեր համատեղ ջանքերի պտուղը լինի մաքուր ջուրը, առողջ բնությունը և ամուր համայնքները։ Այս ծրագիրը շարունակությունն է 2020-ից 2025 թվականներին իրականացված Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն ծրագրի և հենվում է դրա փորձի վրա։ 7,5 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրն իրականացնելու է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը, Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Տեղական գործընկերը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ Այս ծրագրով վերահաստատում ենք Եվրամիության հանձնառությունը տարածաշրջանի և Հայաստանի շրջակա միջավայրի կայունությանը և տնտեսական զարգացմանը։ Այն ուղի է հարթում բնական ռեսուրսների ավելի կայուն և արդյունավետ կառավարման համար։ Եվրամիությունը շարունակելու է պաշտպանել Սևանա լիճը, Հայաստանի համար էկոլոգիական և տնտեսական կենսական ռեսուրսը, որը ծառայում է որպես քաղցրահամ ջրի հիմնական աղբյուր, պահպանում է կենսաբազմազանությունը և հնարավորություն ընձեռնում ձկնորսության, հանգստի և զբոսաշրջության համար։ Սևանա լճի ավազանում բնապահպանական կայուն զարգացման հարցերը հոկտեմբերին Բեռլինում հայ-գերմանական կառավարական բանակցությունների օրակարգում էին։ Հայաստանը գործընկերային պատասխանատվությամբ մասնակցել է մեր նախորդ ծրագրերին և համարվում է նաև Սևանա լճի խնդիրների լուծմանն ուղղված այս ծրագրի հիմնադիրներից մեկը։ Ջրային ռեսուրսների կառավարման բարելավում, աջակցություն համայնքներին և տեղական բիզնեսներին, ջրային ռեսուրսների կառավարման գործողությունների պլաններ մշակելու գործում, քաղաքացիական հասարակության շահագրգիռ դերակատարների ակտիվ ներգրավում, ծրագրով նախատեսված գործողություններին։ Առաջիկա 3 տարում այս վերջնարդյունքն են ակնկալում նախագծի պատասխանատուները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառի համայնքապետարանը ֆինանսական միջոցներ է հատկացրել Գավառ քաղաքում և Գանձակ բնակավայրում գազատար կառուցելու նպատակով։ Գավառում աշխատանքներն ավարտվել են, Գանձակում ակտիվ ընթացքի մեջ են։ Մինչև տարեվերջ դրանք ևս ամբողջությամբ կավարտվեն։ Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ քաղաքի ազատության 7, 9 և 11, ինչպես նաև Գանձակ բնակավայրի Պետրոսյան, Աղայան, Սունդուկյան, Մեծարենց, Հաղթանակ և Բատիկյան փողոցներում միջին և ցածր ճնշման գազատար է կառուցվում։ Գավառ քաղաքում աշխատանքներն արդեն ավարտվել են, Գանձակում դեռևս ընթացքի մեջ են։ Գավառ ԳԳՄ-ն ընդհանրապես տեխնիկական հսկողության որակի և անվտանգության հսկողությունն է իրականացնում, ամբողջ ֆինանսական ծանրաբեռնվածությունը կատարում է Գավառի համայնքապետարանը։ Կատարված աշխատանքների ծավալը իրականում շատ մեծ են։ Գավառ քաղաքում ընդհանուր 861 մետր հատվածում պողպատյա հենարանների վրա կառուցվել է վերգետնյա գազատար։ Այս շինարարության համար համայնքի բյուջեից 15 միլիոն 800 հազար դրամ է հատկացվել։ 23 միլիոն 800 հազար դրամ էլ կարժենա Գանձակի 1400 մետր գազատարի շինարարությունը։ Ծակերը անում ենք նորմալ, մաքրում ենք մեջինը, բետոնացիան անում ենք, հենասյուները տնկում ենք, մնում է չորանում է, հետո այս գիծը փռում ենք, դրանից հետո գնում ենք բաները, թռիչքային մասերը, համարյա ստենել ավարտին ենք ասցնում քիչ-քիչ։
Գազատարերի շինարարության ծրագրում ընդգրկված տարածքները երբևէ գազիֆիկացված չեն եղել։ Այժմ այս թաղամասերի բնակիչները եւս կարող են օգտվել կապույտ վառելիքից։ Հնարավոր բաժանորդները այս պահի մոտավորապես 18-20 են, բայց նաև ունենք պոտենցիալ բաժանորդներ, ընդլայնվող տարածքներ են, դրանք իմ ասած 30-ից էլ շատ կլինեն հետագայում, ասված որ մարդիկ ինչ-որ նպատակներ ունեցել են կիսակառույցներ եւ այլ վերջնականացնեն իրանց տեսքին, ավելի շատ իմ կարծիքով իմ հաշվարկով մոտավոր հաշվարկով մի 40 հոգի բաժանորդ բնակիչ բաժանորդներ կունենանք։ Գավառի մասնաճյուղի գլխավոր ճարտարագետը տեղեկացնում է, որ գազատարերի շինարարության ամբողջական ավարտը նախատեսված է տարեվերջին։ Ալբերտ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Լուսակունքը ջրամատակարարման արդիականացված համակարգ կունենա։ Ողջ գյուղը սպասարկող ցանցը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով։ Լուսակունքի բնակիչ, մասնագիտությամբ քիմիկոս Ռոբերտ Մինասյանը գյուղի ջրամատակարարման ցանցի վիճակը նկարագրում է մասնագիտական բառապաշարով։ Օքսիդացել էին, ժանգոտվել էին, այսինքն ֆերում 3 ու 4 ֆորմուլա ժանգի։ Անցյալ դարի 60-ականներին կառուցված ներքին եւ արտաքին ցանցերը վթարների եւ հարկադիր ջրանջատումների պատճառ էին դարձել։ Ուրեմն արդեն սետկա էր, ցանց էր դարձել։ Դե ջրի որակն էլ եթե անցքեր լինի, ամեն ձևի բան կարող է ներթափանցի համասիստեմայի մեջ, նույնիսկ վտանգավոր է։ Խնդիրը լուծվում է սուբվենցիոն ծրագրով։ Կառավարության եւ համայնքի 116 միլիոն 275 հազար դրամ համատեղ ներդրմամբ արդիականացվում է շուրջ 450 գծամետր երկարությամբ խմելու ջրի մատակարարման ներքին եւ արտաքին ցանցը։ Այսի ամբողջ գյուղին է վերաբերվում, մոտավորապես գյուղում կա 285 տուն, դե կան բացակայողներ, բայց դե բացակայողները կարող է եւ հետ վերադառնան, բոլորին ջրով ապահովում ենք, այտենց մարդ չինելու, որ ջրի խնդիր ունենա։ Խմելու ջրագծի նախկին մետաղականի փոխարեն անցկացվում են պոլիէթիլենային խողովակներ, աշխատանքներն այնպես են կազմակերպել, որ ջրամատակարարման ընդհատումներ չլինեն։ Ցանցերի արդիականացումը մեկնարկել էր օգոստոսին, ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ։ Իսիկն մի հատ նորմալ գործ, որ սա գյուղը բավարարվի ջրով։ Մարդիկ աշխատում են նորմալ, մարդիկ աշխատում են տեղին, ես էլ շինարար եմ, հասկանում եմ ամեն ինչից, ես նայում եմ իմ աչքը կտրում է։ Նենց են աշխատում օգտագործում այդ գործիքները աշխատանքը տրակտորն, որ չի բանարը վնասը ջրագծին, որ ինչ-որ անջուր պետք է մնանք։ Եթե վնասվում է, անմիջապես սարքում են։ Սուբվենցիոն ծրագրով արդիականացվում են նաև ակունքի եւ ծովակ բնակավայրերի խմելու ջրագծերը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։